Նախ 100-ավոր կիլոմետր երկայնքով սահմանի 12 կիլոմետրը սահմանազատելուց հետո սպասելիքներ ձևավորվեցին, թե կշարունակվի գործընթացը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Հետո խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունները հիմք տվեցին կարծելու, որ եթե այդ բովանդակությունը երկու կողմերին հարմար է, ապա դրա տակ կարող է լինել երկու երկրների ներկայացուցիչների ստորագրությունը։ Բայց տոտալ լռություն է գործընթացներից թե մեկի, թե մյուսի շուրջ։ Սահմանազատումը գոնե այս փուլում չի շարունակվում, իսկ խաղաղության պայմանագրի կնքման համար սեղանին պահանջներ, նախապայմաններ են դրված։ Մեկ ամսից ավելի է ադրբեջանական կողմը կրակում է սահմանին ու քարոզչություն անում, թե հայերն են կրակողը։ Դիվանագիտական ճակատում էլ մեկ-մեկ թարմացնում են հետաքրքրվողների հիշողությունը ու գնդակը դարձյալ հայերի դաշտ ուղարկում։ Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը չկա հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետևում ենք գործընթացին, կան շփումներ։ Գործընթացներն իրարից անջատ քննարկելն արհեստական է, Ադրբեջանը դրանց վերաբերում է համալիր որպես մեկ ընդհանուր պրոցես։ Այսինքն, եթե Բաքուն գեներացնում է պահանջներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ու դրանք այսպես ասենք չի ստանում, սրտի ուզածը չի լինում, վիժեցնում է ամբողջ ընթացքը։ Չի կարող օրինակ առողջ համագործակցությամբ սահմանազատում կազմակերպել, որովհետև այն խաղաղության պայմանագրից անջատված է։ Ալիևին բնորոշ պահվածք է, քաղաքագետն ասում է, կողմերի միջև փոխըմբռնում չկա բոլոր ուղղություններով։ Կողմերը չունեն դեռևս լիարժեք փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ՝ սահմանազատման, անվտանգության երաշխիքների, տարածաշրջանային հաղորդակցության պայմանների, ինֆրաստրուկտուրաների ու տվյալ դեպքում Ադրբեջանի հռետորաբանությունը շատ ագրեսիվ ու վերջնագրային բնույթի է։ Եվ ես կարծում եմ, որ այն շատ հակասում է իսկական խաղաղ գործընթացին։ Ադրբեջանը ոչ միայն պարզապես լռում ու սպասում է, այլև զուգահեռաբար գործի է դնում քարոզչական ամբողջ արսենալը, ներսում ու դրսում խաբելով, որ հայերը կրակում են ու ինքն է սահմանային սադրանքների պատուհանը բաց պահում, կրակում բնակելի տների վրա։ Ուսումնասիրելով Բաքվում գեներացվող խոսույթը, դրանք համադրելով ադրբեջանական պահվածքի հետ, մասնագետը կարծում է կարճաժամկետ կտրվածքով սահմանային կրակոցները նպատակ ունեն պարզապես վախի մթնոլորտ ստեղծել, շանտաժի լավ պայմաններ ունենալ, հասկացնել ամեն պահի կարող են սրել իրավիճակը։ Հոգեբանական տերորի են ենթարկում այո մեր ազգաբնակչությանը, ակտիվ տեղեկատվական պատերազմ է ընթանում մեր դեմ։ Ես կարծում եմ, որ ցանկացած ռազմական սպառնալիք Հայաստանին ուղղված տարվում է սեփական այդ խաղաղության պայմանագրի որոշ կետեր Ադրբեջանի շահերին ուղղելու, թեքելու, ծառայացնելու համար, Ադրբեջանանպաստ ստորագրելու համար։ Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայաստանի արտգործնախարարի վերջին մեկնաբանությունն է խաղաղության գործընթացի հետ կապված։ Միրզոյանը սակայն զուգահեռ հաստատում է, առայժմ առաջընթաց չկա, խոսակցություններ կան։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։